Հիմա հաջորդ փուլին եթե անցնենք, ինչ սա Քեմալի ստեղծած պետություններ իր կյանքի օրոք։ Հիմա իր մահից հետո 1938-ից հետո երկրորդ նախագահը, որը էլի այդ շարժման ֆիգուրներից էր, Իսմետ Ինոնյուն, շատ ավելի թույլ խարիզմի ուներ եւ շուտով իշխանական բուրգն էլ ճեղքեր տվեց։ Աշխարհում իրավիճակն էլ փոխվեց ու Թուրքիան գնաց դեպի բազմակուսակցական համակարգ։ Մանավանդ երբ որ արդեն գնաց դեպի ՆԱՏՕ եւ այլն եւ արևմտյան ստանդարտներ, ժողովրդավարություն եւ այլն։ Թուրքիայում 1946-ին ձևավորվեց բազմակուսակցական համակարգ եւ թույլ տրվեց ձևավորել նոր կուսակցություններ։ Ահա այն ժամանակ է, որ ուժով լրացված իսլամը սկսեց նորից գլուխ բարձրացնել։ Ինչու՞։ Որովհետեւ ձևավորված առաջին իսկ կուսակցությունը, որը կոչվում էր ժողովրդավարական դեմոկրատական կուսակցություն, շատ պրագմատիկ հաշվարկ էր արել։ Եթե իշխող կուսակցությունը աշխարհիկ է, նա հասարակությանը պետք է ներկայացնի այլընտրանք։ Որն է այլընտրանքը։ Իսլամ ու պահպանողականություն։ Եվ երբ որ ընդդիմադիր կուսակցությունը սկսեց իր քարոզարշավը, ակնհայտ դարձավ, որ քեմալիզմը այդ աշխարհիկությունը չեն հասել հասարակության բոլոր շերտեր, որովհետև ժողովուրդը ոգևորությամբ ընդունեց ընդդիմությանը, ասելով, որ նա հետ է գալիս, որպեսզի վերականգնի մեր պապերի ավանդույթը, կրոնը, վերջ տա անաստվածությանը, նորից վերակառուցվեն մզկիթները, նորից հնչի աղոթքը արաբերենով, որտեղ Քեմալը փոխել էր թուրքերեն այդ աղոթականչը եւ այլն եւ այլն։ Այսինքն պարզ դարձավ, որ թուրքական հասարակության մի մեծ մաս պահպանողական իսլամական տրամադրություններ ունի եւ քանի որ հասարակության մեծ մասը գյուղաբնակ էր մինչև 60-70-ական թվականներ պահպանողականությունը այլ ավելի կարճ էր եւ 50 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ իշխանապողություն ընտրությունների միջոցով հաղթեց դեմոկրատական կոչված կուսակցությունը, որի ոչ թե բացահայտ, բայց այնուամենայնիվ գաղափարախոսության մեջ պահպանողականությունն ու իսլամականություն։ Եվ արդեն նոր ուժը, նոր վարչապետը Մենդերեսը սկսեց վերականգնել կրոնական տարբեր ինստիտուտներ ու ատրիբուտներ։ Նա օրինակ բանտերից ազատեց կրոնական քարոզիչներին, նրանց մի մասը նույնիսկ դարձավ պատգամավոր, սկսեց բյուջետային հատկացումներ անել մզկիթների վերանորոգման եւ այլն եւ 50-ից 60 թվականները Թուրքիայում համարվում են իսլամի վերազարթոնքի տարիներ։ Իսկ վարչապետ Ադնան Մենդերեսը համարվում է քաղաքական իսլամի այսպես խորհրդանիշներից զոհերից մեկը։ Եվ հիմա քո հարցին բանակի հետ կապված Ինչ արեց բանակը 50-ից 60 թվականներին նա անհանգիստ հետևում էր գործընթացին, թե ինչպես է Թուրքիայում քեմալիզմի սկզբունքները սկսում ճեղքեր տալ կամ փոխվել։ Այսինքն հակաքեմալական, հակաշխարհիկ ուժերը ակտիվանում են։ Քեմալի արձանները օրինակ սկսում էին քանդել, այսինքն բղծել, ոչ թե պետությունը, այլ աղանդավորական տարբեր կազմակերպություններ կարող քանդեին, ջարդեին, վառեին եւ այլն։ Թուրքիա սկսեցին վերադառնալ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչներ, խալիֆի թոռները եւ այլն եւ այլն։ Հասարակությունը ողջունում էր կրոնական այս ամեն ինչը, վարչապետ Մենդերեսը, որ ամենևին էր այսպես խորը կրոնամետ գործիչ չէր, դիրքավորվել էր որպես կրոնամետ գործիչ, նրան սկսեցին ներկայացնել որպես սուրբ, մարգարե եւ այլն, եւ 1950 թվականներին հաղթած խորհրդանական ընտրություններում 54 թվականին, 57 թվականին 3 անգամ ջախջախիչ հաղթանակ տարավ այս իսլամամետ ուժը։ Եվ 1960 թվականին արդեն երբ որ բավական լարվել էր իրավիճակը, հասարակության մեջ էր անջրպետներ, արդեն գնում էր դեպի քաղաքացիական բախում, աշխարհիկներ եւ իսլամամետներ։ Բանակը ահա այդ ժամանակ էր, որ հիշեց կամ հիշեցրեց, որ ինքը Քեմալի երեխան է, ժառանգն է, եւ 1960 թվականի մայիսի 26-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում։ Բանակը մտավ եւ վերցրեց իշխանությունը։ Ու ինչ արեց նախորդ իշխանությունը, այսինքն տապալված իշխանությանը, վարչապետին կախաղան հանեցին եւ մեղադրանքը նաեւ այն էր սավանդրական կարգի տապալում, քեմալիզմի
նահանջ եւ այլն եւ այլն։ Այսինքն բանակը ընդ որում դիմադրություն չեղավ, դա շատ հետաքրքիր է ասում, որևէ հասարակական ընդվզում, բայց այդքան ընտրություններ էին ոչ մի բան, ընտրություններում 50-60% ձայն ստացած ուժին 10 հոգանոց միտինգ անգամ չէր լինում, ինչու, որտեվ սա էլ հետաքրքիր ֆենոմեն, հասարակությունը Քեմալի Աթաթուրքի երեխայի դեմ չէր կարող դուրս գալ, Աթաթուրքի ժառանգի դեմ, բանակի դեմ չէր կարող դուրս գալ։ Ու քո հարցի վերջին դրվագն էլ ասեմ, Թուրքիայում հեղաշրջում եղավ նաև 10 տարի մոտավորապես անց 1971 թվականին դա արդեն հուշագրային հեղաշրջում էր, բայց այնուամենայնիվ էլի բանակը վերցրեց իշխանությունը։ Այսինքն հայտարարությունը պահանջեց բանակը կառավարության հրաժարականը, 2 ժամ հետո կառավարությունը հրաժարական տվեց։ Կարիք չեղավ տանկեր։ Ոչ մի բան։ 80 թվականին նույնպես հեղաշրջում, այս անգամ տանկեր մտան, էլի գրավեցին եւ այլն, էլի դիմադրություն չեղավ։ Եվ 97 թվականին համարվում է պոստմոդեռնիստական հեղաշրջում, որտեղ բանակը պահանջեց, կառավարությունը հրաժարական տվեց 4 ամիս հետո, բայց այնուամենայնիվ տվեց։ Այսինքն, հիմա այս հեղաշրջումների մասը, ինչպես եմ ուզում ներկայացնեմ, նաև որ մեր հանրությունը հասկանա, անընդհատ ուժով իսլամը լռեցնում էին, հեղաշրջում էին անում, ընտրություններ լինում, էլի ժողովուրդը ձայնը տալիս էր իսլամամետ ուժերին։ Էլի երկրում սկսում էր անկայուն վիճակ, էլի կրոնական հողի վրա հասարակական ակտիվություն եւ այլն։ Էլի էին անում հեղաշրջում 2-3 տարի հետո նորից ընտրություններ, նորից նույնը։ Եվ քո հարցի հետ կապված է դրվագը, հեղաշրջումից հետո բանակը փոխեց նաեւ սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ կետ մտցվեց ազգային անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, որի մեծամասնությունը զինվորականներ էին եւ սահմանադրությամբ նշվեց, որ բանակը անձեռնմխելի է եւ այն անձինք, որոնք իրականացրել են հեղաշրջում, նրանք երբևէ ենթակա չեն քրեական հետապնդման եւ բանակը լիազորված է ցանկացած պահի միջամտել պետական կառավարման ցանկացած ոլորտ, այսինքն օրինակ կրթության նախարարությունը օրինակ տպել է դասագրքեր, այդ տպագրված դասագրքերում կա ինչ-որ մի բան, որը բանակի այդ գեներալի ով կուրացը էր անում կրթության ոլորտը դուրը չէր գալիս, ամբողջ դասագրքի խմբականակը նույն պահին պետք է ոչնչացվի։ Այսինքն ամեն նախարարությանը կցված էր մի գեներալ, որն էլ որոշում էր մշակույթը, գյուղատնտեսությունը, կրթությունը, ներքին գործը եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսի վիճակ ստեղծվել էր Թուրքիայում, բայց այս վիճակը 1970-80-90-ականներին միևնույն է իսլամը չէր կարողանում լռեցնել եւ շուտով այսպես այս իսլամական քաղաքական պլատֆորմը ձևավորվել էր ու ծնունդ էր տալու արդեն հստակ իսլամամետ